Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում երեկ հայտարարեց, թե ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արմեն Աբազյանի ազատումը կապ չունի Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել, պարզապես հոգնած էր, ասաց նա։ Սակայն Աբազյանն իրականում հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգը մասկի շոու բեմադրել Կարապետյանի տան բակում եւ ասֆալտին փռած բերման ենթարկել հայտնի գործարարին, որ Փաշինյանի սիրտը հովանա, ինչպես ինքն է ասում, ձեռքը շփելով կրծքավանդակին, ասի խվայ, եւ մյուսներն էլ դաս քաղեն։ Ավելին մեր տեղեկություններով Աբազյանը աշխատանքից ազատվել է հենց գիշերը, երբ ԱԱԾ-ն չի կատարել կարգադրությունը, պարզապես հրամանը հրապարակվեց վաղ առավոտյան։ Նրա փոխարեն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Աբազյանի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը, որն էլ շուտով կնշանակվի ի սարսափ ԱԱԾ համակարգի։ Նա այդ մասին երազում է արդեն մի քանի տարի։ Մինչ ԱԱԾ գալը եղել է դատավոր, ցուցմունք է տվել ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, որի հիման վրա վերջինից ազատել են պաշտոնից։ Ապա ԱԱԾ-ում ուղիղ աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ, նրա աչքն ու ականջը լինելով ԱԱԾ-ում։ Շատ հաճախ Փաշինյանն Աբազյանի բերած ինֆորմացիան ճշտել է Սիմոնյանից կամ զուգահեռ նրան է հանձնարարություն տվել երկիշխանություն ստեղծելով համակարգում։ Ըստ որոշ լուրերի նա նաև դատական իշխանության կուրատորի դերն է կատարում։ Երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երևան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանություն ուժեղացված ծառայություն է իրականացրել։ Բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երևան գնացող բազում մեքենաների, ուղևորներից ճշտել ուր են գնում, ինչ նպատակով։ Փաշինյանը Կարապետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երևան, ի աջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն։ Նշենք, որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջև եւ պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին։ Իշխանության ներսից պատմում են, որ թիմը խիստ անհանգստացած է առաջնորդի առողջական վիճակով ու տրամադրությամբ։ Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է, հետևում է ոչ միայն Facebook-ում արվող հիմնական գրառումներին, այլև ամենաաննշան մեկնաբանություններին, հատ-հատ կարդում է բոլոր մեկնաբանությունները։ Եվ առհասարակ բավականին ընկճված է ու անկումային տրամադրություն ունի, չնայած փորձում է թիմի մոտ ցույց չտալ։ Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնաձերծել Թուրքիա կատարելի կայցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ԿՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։ Մի քանի օր է փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիևն էլ է մեկնում Թուրքիա եւ Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության, ստորագրել պայմանագիր, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը, այսինքն ռուսական 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից։ Համաձայնագիրն ունենալու է նաև կից հավելված, որում ներառված են լինելու Ալիևի մյուս բոլոր պահանջները, այդ թվում 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադարձը։ ԿՊ-ից հեռացած եւ նոր կուսակցություն հիմնած Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել, որը կլինի նախկին նախագահների ուղեցրից դուրս։ Երեկ նրանք առաջին հանդիպումն են ունեցել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։ Քննարկվեց ներքաղաքական զարգացումների կոնտեքստում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիա ապահովելու համար ճանապարհային քարտեզի նախագիծ։ Որոշվեց կոնսոլիդացիայի խնդիրը լուծելու համար համատեղել երկու կուսակցությունների ջանքերը, երեկ տեղեկացրեց Հակոբ Ասլանյանը։ Մասկը մտադիր է հանդիպել նաև Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարոքյանի, ինչպես նաև Միասնություն շարժման հետ, որի ղեկավարն Արման Վարդանյանն է։ Ընկերները նրան վրաց են ասում։